Տապանում հյուրընկալել է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր ազգային ժողովն ընտրեց ընդդիմադիր փոխնախագահի, իդեմս Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից օգնեցին ընտրության այս հարցում, սա այն դեպքում, երբ ընդդիմադիրները իշխանականներին չէին օգնել, չէին քվեարկել նրանց օգտին ազգային ժողովի նախագահ եւ տեղակալներ ընտրելու ժամանակ, ստացվում է, որ խորհրդարանում միմյանց ոչ լեգիտիմ համարող ուժերը կարողանում են փոխգործակցել, մի կողմ դնել իրենց այդ գնահատականը կամ որակումը։ Ինձ հետաքրքիր է ձեր վերլուծությունը, ինչ կարող եք ասել, սա նորմալ է, երկրի շահերից բխող փաստ է։ Ես կարծում եմ, որ այդ դեպքում ինչ որ վերլուծության կարիք կա, առանձնապես ամեն ինչ շատ պարզ է։ Այդ երկու ֆրակցիաները չէին ընդհանրացում ՔՊ-ին, որովհետև ՔՊ-ն առանց իրանց այդ ընտրությունը հանգիստ ռեգլամենտով անում է, իսկ իրենք առանց ՔՊ-ի չէին կարող ընտրել փոխնախագահ, բայց այդ հաստիքը քվոտայով իրենց է հասնում եւ այստեղ ՔՊ-ն չէր կրակելու սեփական ոտքին, դրա համար այդ օգնությունը, այսպես ասած, պայմանական իրենց ցուցաբերեց, որ այդ երրորդ փոխնախագահը լինի Վարդևանյանի տեսքով։ Ինքն սա ընդհանուր շահ է տվյալ դեպքում, որովհետև այդ խորհրդարանը ինչ որ ձևով պետք է ձևավորվի որպես ժողովրդավարության ցուցափեղկ Հայաստանի Հանրապետությունում։ Ես այս խորհրդարանին ավելի մեծ դերակատարում չեմ տալիս, քան ժողովրդավարության ցուցափեղկ, ես դա վաղուց եմ ասել։ Եվ այո, այն դեպքերում, երբ դա իրոք պետք է երկուսին էլ, իրենք շատ լավ կհամագործակցեն, իսկ ով ասեց, որ չեն համագործակցի։ Քաղաքականությունում դա նորմալ բան է։ Այլ խնդիր է, որ այդ համագործակցությունից, այդ համագործակցությանը չի ստանում այնպիսի ձևեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից եւ հայ ժողովրդի շահերից, իրենց իսկ ընտրողների շահերից, իսկ նեղ կոնյունկտուրային կուսակցական շահերից ելնելով իրենք համագործակցելու են եւ դա ես նորից եմ ասում նորմալ է։ Եվ իշխանության հասցեին այս առումով դուք քննադատություն չունեք, որ իրենք Ես քննադատություն չունեմ, որովհետեւ ընտրակաշառքով ընտրված ընդդիմության ներկայացուցիչին ընտրում են փոխնախագահ։ Քաղաքականությունը վերաբերվում եմ փորձագիտական տեսանկյունից։ Եթե ես վերաբերվեմ էմոցիոնալ տեսանկյունից, այո, այս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Այն լեգիտիմ չէ, որովհետև այնտեղ կա երկու ֆրակցիա, որոնք ընտրվել են կաշառքով։ Սա ակնհայտ է։ Ակնհայտ է։ Ինչ ենք մենք շահում դրանից։ Եթե հիմա խորհրդարանը ծրվում է, եթե ինքը լեգիտիմ չի, եկեք հալավ, վերլուծություն եք ուզում, եկեք ես դες տամած վերլուծությունը, հա։ Շնորհակալ։ Ենթադրենք, որ խորհրդարանը ճանաչվում է ոչ լեգիտիմ եւ ծրվում է։ Ինչ է լինելու, նոր ընտրություններ, ճիշտ է։ Ովքեր են գնալու այդ ընտրություններին։ Մենք քաղաքական ուժերը, ճիշտ է, ճիշտ է։ Պլյուս մինուս նոր հարաբերակցությունով անցնելու են, չէ՞։ Ու լավ, կարող է ուժեղները ու Հայաստանը մի փոքր քիչ ձայն ունենան այդ խորհրդարանում։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը 2/3 ունենա։ Հիմա հարց, քաղաքացիական պայմանագրին այդ 2/3-ը պետք է, թե պետք չի։ Եվ ինչ են շահելու այդ ընտրություններից այդ երկու ֆրակցիաները։ Եթե ես իմանամ, որ հիմա ոչ լեգիտիմ ենք համարում խորհրդարանը, գնում ենք արտահերթ ընտրությունների եւ գալիս են ինչ-որ նոր քաղաքական ուժեր, կամ այն ուժերը, որոնք չեն անցել խորհրդարան, ինչ-որ հրաշքով անցնում են խորհրդարան եւ զբաղեցնում են այս ոչ լեգիտիմ ընդդիմության տեղը, ես կողջունեմ դա։ Բայց ես նորից եմ ասում, ես փորձագիտական տեսանկյունից եմ նայում այս ամենին։ Պրակտիկ։ Ինչ է մեզ դա տալու։ Դա ին մեզ ոչ մի բան չի տալու։ Դրա համար դա բոլորովին անիմաստ քայլ է։ Հետևաբար, ուզենք թե չուզենք, պետք է այդ խաղերը ընդունենք։ Ինչ անենք, որովհետև սա մեր ժողովրդի քվեն է։ Սա մեր ժողովուրդն է ձևավորել այս խորհրդարանը, բայց ինչ անենք։ Շատ լավ, պարոն Ստեփանյան, ազգային ժողովն այսօր անցավ նաև խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրության հարցին եւ ուշագրավ է Ուժեղ Հայաստանի ընտրությունը ի թիվս ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ընտրեց նաև եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, սա զարմանքեր առաջացրել նաև Ռուբինյանի մոտ։ Ինչ կարող եք ասել նրանք այս հանձնաժողովի շրջանակներում ինչ աշխատանք կարող են իրականացնել։
այն նույն աշխատանքը, որը իրականացնելու են ընդհանուր առմամբ ազգային ժողովի նստաշրջանների շրջանակում։ Ինչ պետք է անեն ուրիշ։ Այն ինչ որ իրենց վերապահված ալիազորություններով թղթով գոնե պետք է անեն, չէ։ Գործողումների գնալու են, թե չէ Ստրասբուրգ կամ Ցյուրիխ կամ Փարիզ գնալու են, բա ինչ անեն, չգնան։ Այդ պարգևավճարներ ստանալու են, այդ գործողումների գումարները ստանալու են, բա ինչ պետք է անեն։ Դե եթե դա էլ չանեն, ոնց կլինի, չի լինի, չէ։ Ինչ-որ մի բան պետք է անեն իրենք այդ խորհրդարանում։ Դա նման անելու են, ես ինչ եմ ասում։ Սա ժողովրդավարության ցուցափեղկ է։ Այդ ցուցափեղկը պետք է ծառայի իր նպատակին։ Եվ ցավում եմ, որ այլ նպատակադրում մեր խորհրդարանի տակ էս պահին չկա դրված։ Եվ սա իշխանության, ընդդիմության եւ ամենակարևորը մեր բոլորի մեղքով է։ Մենք ենք այդ խորհրդարանը ձևավորել, նորից եմ ասում, ումից ենք նեղանում, ումից եք պահանջում։ Շատ լավ, փորձենք ամփոփել Փաշինյանի Ղրղստան այցը, պարոն Ստեփանյան, ինչ վերլուծություն ունեք, նպատակը հայտնի էր, թե ինչու Փաշինյանը գնաց այնտեղ, արդյոք մենք ունենք արդյունք։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր ԵԱՏՄ կացա տարեկան 25 թվականի տվյալներն եմ ասում, եթե ես չեմ սխալվում, 335 միլիոն դոլար է տվել։ Ստացել է 175։ Մեր արտահանումը ԵԱՏՄ շուկա 3 միլիարդ 200 միլիոն դոլար է 25 թվականի տվյալներով։ Ներմուծումը ԵԱՏՄ շուկայից, ԵԱՏՄ երկրներից 5.5 միլիարդ դոլար։ Ղրղստանը, Հայաստանը եւ Ղազախստանը ընդհանուր առմամբ, ընդհանուր կացա տարեկան տալիս են 1 միլիարդ դոլար։ Այդքան մենք չենք ստանում են երեք երկրները։ Եվ այդ ամենը այդ ստատիստիկան սկսել է հրապարակվել Չոլպոն աթայից հետո, դա էլ նշեմ։ Ինչի համար եմ ես այս թվերը հրապարակում։ Զուտ տնտեսական առումով այս պահին, եթե մենք նաեւ դրան գումարենք, որ մեր երկրում առաջին անհրաժեշտությամբ սպառողման ապրանքները բենզին, դիզվառելանյութ, թանկանում է, չէ՞, այդ ամեն ինչը։ Սա ինչի է թանկանում, որտեղ ակցիզային հարկերն են բարձրացվում։ Ինչի են ակցիզային հարկերը բարձրացվում, որտեղ դա ԵԱՏՄ պահանջն է։ Մեքենաների ակցիզային, մեքենաների բանն է թանկանում, մաքսատուրքերը, սիգարետների, չէ՞, ալկոհոլի եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ ամենը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Միանշանակ ոչ։ Սա բխում է բացառապես Ռուսաստանի Դաշնության շահերից, որովհետև նրանք այսպեսով փորձում են արհեստական բարիերներ ստեղծել դրսից ներկրվող ապրանքների դեպքում, այն դեպքում, երբ այդ ապրանքները իրենք տեղում են արդյունահանում, այսինքն տեղում են արտադրում։ Հիմա եթե այս ամենը մենք հաշվի առնենք եւ օրերից մի օր Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, սա ում է առաջին հերթին վնաս տալու։ Մեզ անընդհատ փորձում են ցույց տալ, որ մեզ Ես չգիտեմ, ես տնտեսագետ չեմ։ Միգուցե նաև մենք էլ ենք ունենալու ինչ-որ ռիսկեր, մարտահրավերներ, վտանգներ, կարճաժամկետ հեռանկարում, հետո տարիների ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղ ընկնի, ես վստահ եմ դրանով։ Բայց չէ՞ որ Ռուսաստանն էլ է դժվարելու։ Սա տնտեսապես, բայց նաև կա քաղաքական էլեմենտը բաղադրիչ է։ Մենք պետք է ընդունենք եւ հասկանանք, որ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի համար, ինչպես եւ ՀԱՊԿ-ը, դա առաջին հերթին քաղաքական միավոր է, դա ինտեգրացիոն քաղաքական միավոր է, որքան էլ նրա հիմքում ընկած է տնտեսությունը։ Սա ինչ է նշանակում, եթե դու Հայաստանին դուրս ես թողում այդ քաղաքական միավորից, դա նշանակում է դու Հայաստանին կորցնում ես, որպես ինտեգրացիոն, եվրասիական ինտեգրացիոն նախագծի մաս։ Եվ ես կարծում եմ, ընդհանուր առմամբ ձեր հարցին պատասխանելով, որ վարչապետ Փաշինյանը Չոլպոն աթա այցի ժամանակ փորձել է այդ ամենը շատ փափուկ, դիվանագիտական լեզվով ներկայացնել եւ հիմնավորել։ Եվ ես վստահ եմ, որ Մոսկվայում այդ ամենը լսել եւ հասկացել են։ Չգիտեմ որքանով են ընդունել, բայց լսել եւ հասկացել են։ Իսկ Փաշինյանի ջանքերը վերականգնելու հարաբերությունները կամ ճգնաժամը հարաբերություններում արկա ճգնաժամը լուծելու ինչպես է գնահատում, արդյոք պետք է այդքան ջանք գործադրել Ռուսաստանի հետ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, եթե դրանք մեծ հաշվով ավելի շատ վնաս են հասցնում Ռուսաստանին։ Նախ ես վստահ չեմ, որքանով են այդ ջանքերը իրական։ Դա մեկ։ Դա կարող է ուղղակի լինել քաղաքականություն, դիվանագիտություն, այսինքն։ Շղարջ։ Այո, այսինքն, սա որպես վարկած եմ ասում, ես վստահ չեմ։ Ես Նիկոլ Փաշինյանից չեմ խոսել։ Կարող է, ասենք, այնպես ստացվի, որ ուղղակի մեր երկրի ղեկավարը փորձում է ցույց տալ,
մենք չենք ուզում դա, մենք երկու ձեռքով Ռուսաստանի հետ ենք, երկու ոտքով Ռուսաստանի կողմից ենք, իսկ Ռուսաստանը հերթական անգամ ինչ-որ դեստրուկտիվ որոշում է կայացնում եւ այդ ամենը միակողմանի բնույթ է կրում։ Սա քաղաքականություն է, դիվանագիտություն է, ես սա կարող եմ ընկալել որպես վարկած։ Երկրորդ վարկածը այն է, որ իրոք վարչապետ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները գոնե չվատթարացնել այս պահին, հաշվի առնելով, որ իրոք օբյեկտիվորեն կա կախվածություն Ռուսաստանից ցավոք, տնտեսական կախվածություն, ռազմաքաղաքական չունենք այս պահին։ Սա շատ դրական է, բայց տնտեսական ունենք, փորձում է ժամանակ շահել, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան, որի մասին շատ է խոսվում, բայց որը շատ կրիայի քայլերով է, հա, առաջ ընթանում, որպեսզի վերջը ինչ-որ նպատակի հասնենք եւ կարողանանք արդեն ավելի խիզախ քայլեր դիմել, հա, այդ ուղղությամբ։ Սա էլ է վարկած։ Այնպես չի, որ այդ Փաշինյանի ելույթները եւ քայլերը անտրամաբանական են, այստեղ կա հստակ տրամաբանություն։ Օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան համաձայնագրերի մեկամյակը լրացավ, մենք տեսանք հեռախոսազրույցներ Թրամփի եւ Փաշինյանի, Թրամփի եւ Ալիևի, նաեւ երկուստեք Փաշինյան-Ալիև հեռախոսազրույց, բոլոր երեք կողմերը ողջևորված են այս համաձայնագրերի կնքման փաստից, հիմա մեկ տարվա արդյունք ինչ կարող եք էական նշել, փաստացի ինչ արդյունք ունենք, ինչ կարող էինք ունենալ այս մեկ տարում եւ այս պահին չունենք եւ նաեւ այդ թրիփի գործարկման հնարավորությունը, ասում են, եթե դեռ չկա պայմանավորվածություն կամ համաձայնություն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այսինքն դեռ այդպիսի արճակատման փուլ է, պետք չէ հավատալ, որ թրիփը այստեղ գետնի վրա կսկսի աշխատել։ Թրիպը չէ, որ հայ-ամերիկյան գործակցության անկյունակարն է։ Թրիպը անկյունակարային նշանակություն անձամբ ինձ համար չունի։ Սկսենք հերթականությամբ։ Ես դեռ մեկ տարի առաջ, երբ այդ փաստաթղթերը կնքվել են, ասել եմ եւ հիմա նորից եմ կրկնելու, որ թիվ 1 կոմպոնենտը ինձ համար, իր կարևորությամբ Հայաստանի համար, դա արհեստական բանականությունն է, արհեստական բանականության գործարանը, որը այս պահին կառուցվել է, այն հզորությունները, որոնք դեռ պետք է կառուցվեն այդ ուղղությամբ։ Դա տեխնոլոգիաներն են, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները տալիս է Հայաստանին եւ չի տալիս այլ որևէ երկրին այս պահին։ Եվ դա այն հեռանկարներն են, որը մեր երկիրը ստանում է այդ գործարքի շնորհիվ։ Սա թիվ 1 կոմպոնենտն է ինձ համար օգոստոսի 8-ի պայմանագրի, որի հետ ես անձամբ հույսեր եմ կապում, ես հիմա կբացատրեմ ինչու։ Նախ սա մեզ համար տալիս է տնտեսական լուրջ հեռանկարներ։ Այս պահին կարծում եմ ավելնորդ կլինի ասել, որ աշխարհում թիվ 1 ուղղությունը, որը զարգանում է եւ որը բերում է մեծ կապիտալներ, մեծ կապիտալիզացիա եւ զարգացում այն երկրներին, որտեղ դա արվում է, դա հենց արհեստական բանականությունն է, IT-ն է եւ այդ բոլոր կոմպլեքսով, հա, տեղի ունեցող, գոյություն ունեցող նախագծերը, դա մեկ։ Երկրորդը, Հայաստանի համար սա իմ անձնական տեսակետն է, ես նորից եմ սա պնդելու։ Թիվ 1 ճանապարհը անվտանգություն ապահովելու ուղղությամբ դա տնտեսությունն է այսօրվա աշխարհում։ Օրինակ բերեմ Իրանը, հա, շատ է չէ խոսվում, որ Իրանը կարողացավ դիմակայել եւ դիմադրել ԱՄՆ, Իսրայել հարձակմանը։ Երկու տեխնոլոգիապես ամենահզոր երկրները փաստացի այս պահին աշխարհում հարձակվեցին Իրանի վրա, Իրանը դիմակայեց եւ չփլվեց։ Այստեղ կա մի շարք գործոններ։ Ոչ մեկ չի ասում, որ Իրանը բանակն է թույլ, հա, հրթիռներ չունի, կամ ամուր չէ, պետականությունը ամուր չէ, պետական ինստիտուտները ամուր չէ, այդ ամենը կա, բայց կա նաև Օրմոզի նեղուց։ Եվ ոչ մեկ չգիտի ինչ կլիներ այդ պատերազմի վերջնարդյունքը, եթե չլիներ Օրմոզի նեղուց եւ նավթի գործոն։ Այսինքն սա տնտեսական գործոն էր, աշխարհատնտեսական, եւ մենք տեսանք, որ այստեղ աշխարհատնտեսության շնորհիվ շանտաժ անելով ամբողջ աշխարհին եւ առաջին հերթին Եվրոպային եւ ԱՄՆ-ին, արաբական երկրներին Իրանը կարողանում է մանևրել եւ կարողանում է մնալ ոտքի վրա, չի իջնում ծնկների վրա։ Հայաստանի դեպքում մենք չունենք ոչ Օրմոզի նեղուց, ոչ Օվկիանոս, ոչ ծով։ Դա տնտեսական զարգացումն է, դա այն նախագծերն են, որոնք լուրջ շահեր կունենան այլ երկրներ, առաջին հերթին տեխնոլոգիական զարգացած կենտրոններ, օրինակ ԱՄՆ-ն եւ մնացածը։ Այսինքն մենք պետք է մեր տարածքում ստեղծենք այնպիսի տնտեսական հզորություններ, որոնց վտանգի տակ դնելը պատերազմի միջոցով
վտանգի տակ դնելը, ես չեմ ասում ոչնչացնելը, հարված է հասցնելու ամբողջ աշխարհին, այն երկրներին, որոնք այստեղ շահ ունեն։ Հիմա այս Firebird-ի գործարանը, որը հիմնվում է, հա, այդ ChatGPT-ին պայմանական, ինքը պետք է բոլորին, թե պետք չի, պետք է, չէ, բոլորին պետք է, եւ Կանադայում է պետք, եւ Նոր Զելանդիայում է պետք, եւ Կոնգոյում է պետք, եւ Ադրբեջանում է պետք։ Եվ այդպիսի գործարաններ մենք պետք է էլի կառուցենք։ Եվ ոչ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ, ոչ միայն այդպիսի գործարաններ։ Տնտեսական զարգացում, տնտեսական ներդրումներ, արտաքին կապիտալ, կլինի դա ամերիկյան, արաբական, իրանական, կանադական, չգիտեմ, ավստրալիական, ցանկացած երկիր, որը մեզ կարող է այս առումով հնարավորություն տա զարգացնել մեր տնտեսությունը եւ ունենալ այստեղ տնտեսական ներկայություն, ապահովում է մեր անվտանգությունը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դրաբաղադրիչներից կլինի նաև թրիփը, եթե Անցնենք գործարքի թրիփին, եւ անցնենք թրիփին։ իրականություն։ Հիմա այս պահին մեր անվտանգությունը ապահովում է նորից այդ օգոստոսի 1-ի փաստաթղթով, ուղղակի հա այն մասով, որը կա, որ Ադրբեջանը հասկանում է, որ այստեղ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց շահերով եւ հարձակվել Հայաստանի վրա չի կարելի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօրվա դրությամբ աշխարհում ամենաուժեղ երկիրն է։ Եվ Դոնալդ Թրամփը ամենաուժեղ մարդն է, հա, ես հիմա Ալիևի տրամաբանությամբ եմ փորձում։ Ալիևը այդպեսինն է։ Առաջ Պուտինն էր ուժեղ, Պուտինից ավելի շատ էր վախենում, քան Թրամփից, դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Հիմա Թրամփն է։ Բայց դա չի նշանակում, որ դա հավերժ է տևելու թրիպի, կներեք, օգոստոսի 8-ի այդ ազդեցությունը։ Դրա համար մենք պետք է օգտվելով առաջին կետից
տնտեսական հնարավորությունից այդ ազդեցությունը ուժեղացնենք եւ տնտեսության միջոցով, տնտեսական պրոյեկտների նախագծերի միջոցով մեր անվտանգությունը ապահովենք, այսինքն կառուցենք ոչ թե այն աշխարհաքաղաքական հարթությունը, այլ աշխարհատնտեսական։ Սա ֆորմուլա է, որը աշխատում է 21-րդ դարում, ինչպես մենք տեսնում ենք։ Ես նորից բերեմ Իրանի օրինակը, բերեմ Թայվանի օրինակը։ Ինչու՞ Չինաստանը միջև այսօր չի հարձակվել Թայվանի, որովհետև այնքան երկրների ոտք է տարորելու այդ հարձակումով։ Խնդիրը սա է։ Թրիպը ասել եմ նորից այն, ինչ ասել եմ 1 տարի առաջ։ Կարծիքը չի փոխվել։ Թրիպը լավ կյանքից չէ։ Մեր լավ կյանքից չէ։ 74% ամերիկյան մասնաբաժինը մեր լավ կյանքից չէ։ Մենք ստիպված ենք գնացել այդ քայլի։ Ստիպված ենք գնացել, որովհետև եթե չլիներ թրիպը եւ 74%-ը, մենք այդ 26%-ը ընդհանրապես չէինք ունենա։ Հարցը դրված էր այդպես։ Ռուսաստանը մեզ առաջարկում էր 0%, որպես 20 թվականի 44-օրյա պատերազմի արդյունք։ Ադրբեջանը մեզ առաջարկում էր 0%, սպառնալով հարձակվել Հայաստանի վրա։ Եթե մենք այստեղ չբերեինք ամերիկացիներին, ամերիկյան դրոշը չհաստատվեր Հայաստանի Հանրապետությունում, դա կլիներ 0%։ Դրա համար եմ ես ասում, լավ կյանքից չէ, բայց ունենք ինչ ունենք, ավելի լավ տարբերակ այս պահին չունենք եւ չէինք կարող ունենալ 20 թվականից հետո։ Մինչև 20 թվականը կարող ենք։ Իսկ եթե երկու ծրագրերն մերժեին, պարոն Ստեփանյան, որովհետև այդպիսի կարծիքի կողմնակիցներ էլ կան, նման կարծիք արտահայտողներ էլ կան, ոչ ընդունելի համար էինք նոյեմբերի 9-րդ կետը, ոչ էլ օգոստոսի 8-ը, որովհետև երկու դեպքում էլ մեր ինքնիշխանությունը մի դեպքում ամբողջությամբ էր սահմանափակվելու, մյուս դեպքում ձեր ասած 24%-ով է կներեք արտահայտության համար կարող է գրեհի քնչել, լավագույն դեպքում սահմանում շարունակելու են զոհեր ունենալ, այսինքն անընդհատ կրակոցներ, մարդիկ էին մահանալու, տնտեսական շրջափակումը շատ ավելի կոշտ կլիներ Ադրբեջանի կողմից, այն հարաբերությունները, որոնք այսօր կան չէին լինի, հեռանկարներ ընդհանրապես չէին լինի, հեռանկարներ չէին լինի խաղաղության։ Իսկ վատագույն դեպքում, ես չգիտեմ, որևէ բան չի կարելի բացառել, շատ հնարավոր էր, որ ձևավորվում էր կոնսենսուս, այն կոնսենսուսը, որը ձևավորվեց ցավոք Լեռնային Ղարաբաղի Արցախի շուրջ, եւ Սյունիքի մարզը ենթարկվում էր սեցեսիայի։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Եվրամիության համաձայնության պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Սա չի կարելի բացառել։ Ես նորից եմ ասում, քաղաքականությունում ամեն ինչ հնարավոր է։ Սա ամենավատագույն, ամենավատ սցենարն է, բայց մենք 21, 22 եւ 23 թվականներին գտնվում էինք այն վիճակում, որ մենք դա չէինք բացառում Հայաստանի ներսում։ Եկեք վերադառնանք այդ տարիները եւ այնտեղից մի հատ իրար վիճակին, հա, դիտարկենք։ Այս փաստաթղթի միջոցով, Ամերիկայի հետ հարաբերությունների միջոցով մենք կարողացանք հասնել դրան, որ հիմա այդ պահին այդ մասին, այդ հեռանկարի մասին խոսում ենք անցյալում։ Բայց ինչ կլիներ, եթե մենք մերժեինք ամերիկացիներին։ Մերժելով Ռուսաստանին, մերժեինք ամերիկացիներին։ Մենք այդ հնարավորությունը չունենք։ Մեր հույսը մնում էր Իրանը։ Իրանն էլ այս հարվածներից հետո որքանով կարող էր ապահովել, հա, այդ անվտանգությունը եւ թույլ չտալ, որպեսզի այդ նախագիծը իրականանար։ Ես չգիտեմ, ռիսկերը շատ մեծ էին։ Ես անձամբ այդ վատագույն սցենարներից կընտրեի այն, ինչ տեղի ունեցավ թրիպը։ Նաև հաշվի առնելով, նորից վերադառնանք առաջի կետին, որ դա մեզ տալիս է տնտեսական զարգացման լուրջ հնարավորություններ եւ հեռանկարներ, իսկ դա ամենակարևորն է այս պահին Հայաստանի համար։ Եվ ռազմավարական առումով, եւ աշխարհաքաղաքական առումով, եւ հեռանկարների առումով, եւ սա, տեսեք, Ադրբեջանին չի անհանգստացնում մեր զինվելը։ Իրենց դա չի անհանգստացնում։ Իրենց անհանգստացնում է այս նախագծերը, որոնք հիմա Հայաստանում իրականանում են։ Որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ տարիների ընթացքում դա կարող է բերել լուրջ տեխնոլոգիական խզման մեր եւ Ադրբեջանի միջև, տնտեսական խզման։ Իսկ եթե մեր տնտեսությունները հավասարվեն իրար, հաշվի առնելով մասշտաբների տարբերությունը, Ադրբեջանի համար սա նշանակել է, որ նրանք երջանականապես պետք է պատերազմական սցենարի հույսը կտրեն։ Ես գիտեմ, որ մինչև այսօր նրանք չեն կտրել։ Նրանք սպասում են։ Այո, իհարկե, նրանք սպասում են ինչ-որ փոփոխությունների, բայց եթե սա իրականացավ, այս տեխնիկական վերազինումը, այս նախագծերը, Հայաստանի տեխնոլոգիական արդիականացումը, տարբեր երկրների շահերը այստեղ լինեն, իրենք պետք է ուղղակի մոռանան այդ մասին։ Եվ ավելի մեծ ասեմ ձեզ, ավելի մասշտաբային։ Թուրքական վտանգը
Հայաստանի վրա շարունակում է կախված մնալ այս պահին։ Ես երբեք չեմ եղել այն մարդկանցից, այն փորձագետներից, որոնք դրան հոգետեսորեն էին վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ դա կա, պլաններում դա կա։ Հիմա չեն կարողանում ուղղակի։ Հիմա եթե մենք գնանք այդ ճանապարհով, մենք դրանով իրականապես կզորացնենք այդ վտանգը, իրական կլինի դա։ Եվ իրենք նույնիսկ այդ մասին չեն էլ մտածելու։ Նոր խորհրդարանի աշխատանքին վերադառնալով պարոն Ստեփանյան ընդդիմադիր պատգամավորներից մեկին էի լսում, ասում է խայտարակություն է, երբ օտար երկու պետություններ մեզ ստիպում են հանրաքվե անցկացնել, մեկը Ադրբեջանն է սահմանադրական փոփոխությունների մասով, մյուսը Եվրամիություն, ԵԱՏՄ ընտրության մասով, իսկապես սա այս իշխանության բարած անարդյունավետ քաղաքականության արդյունք չէ, որ կարողանում են երկու օտարերկրյա պետություններ մեզ ինչ-որ բաներ թելադրել։ Ես կառաջարկեմ ձեզ քննարկել այս թեման այն ժամանակ, երբ մենք կանցկացնենք այդ հանրաքվեները։ Սահմանադրականը եւ ԵԱՏՄ եւ ՄԻ մասով։ Միջև դա չկա։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս նարատիվը կեղծ է, այս քննարկումները կեղծ են այդ թեմաների շուրջ, որովհետեւ այդ թեմաները իրականում գոյություն չունեն այս պահին։ Դե ասում են, բայց չպիտեմ թող ասեն։ Հիմա որ Հաջիև ասում է, որ Հայաստանում պետք է հանրաքվե լինի, դա նշանակում որ այդ հանրաքվեն լինելու է, ով է ձեզ ասել որ լինելու է։ Բայց նաև չի բացառվում, որ կարող է լինել։ Մենք չենք կարող դա բացառել, բայց չբացառելու համար հիմք չի, չբացառելը հիմք չի, որպեսզի մենք իմանացնենք եւ դա լուրջ քննարկենք։ Ես գիտեմ մեկ բան։ Ես նորից եմ ասում, ես տեղեկացված չեմ, որ մեկը տեղեկություն չի տալիս։ Ես փորձում եմ տրամաբանել։ Ես գիտեմ մեկ բան, այս պահին Հայաստանում որևէ հանրաքվե անցկացնելը կլինի դա ԵԱՏՄ մասով, ԵՄ-ի մասով, կլինի դա սահմանադրական հանրաքվե, չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերից։ Ես այդքանը գիտեմ։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն այդ հանրաքվեները գոնե մոտակա տարիների ընթացքում չեն անցկացվի։ Ես կարող եմ ձեզ այդքանը ասել։ Տրամաբանությունն է դա խոսում, իրենց դա պետք չի։ Սա լուրջ վտանգ է։ Իրենց իշխանության համար, երկրի ներքին կայունության համար։ Հիմա այդ ընդդիմությունը, ձեր նշած խորհրդարանում, իրենք նստած երազում են, երբ Սրբուհի Գալյանը դուրս կգա, կներկայացնի այդ կոնցեպտը սահմանադրական փոփոխությունների, այնտեղ նշված է լինելու, որ պրեամբուլան, հանվում է սահմանադրությունից, եւ իրենք դուրս են գալու խորհրդարանից դուրս եւ ասեն, տեսակ ժողովուրդ, ծախում են, հանձնում են։ Ոչ ասեք հանրաքվեին։ Ում է դա պետք։ Ես չեմ կարծում, որ դա պետք է իշխող մեծամասնությանը Նիկոլ Փաշինյանին կամ դա բխում է մեր երկրի շահերից եւ ամենակարևորը մեր երկրի քաղաքացիների շահերից։ Դրա համար ես կարծում եմ, որ դա չի լինելու։ Եթե դա լինելու է, ուրեմն նշանակում է մենք գործ ունենք հերթական իրացիոնալության քաղաքականություն դրսևորման հետ, որովհետև ռացիոնալիզմը մեզ թելադրում է չգնալ այդ ճանապարհով։ Շատ լավ, ամփոփելով մեր հարցազրույցը, մեկ հարց էլ տամ մեր երկրի ժողովրդավարական դիմագծի հետ կապված, օրերս տեսանք իրավապահ մարմինները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես են ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն, Արգամ Աբրահամյանին, որը չի ընդունում մեղքը, նա մեղադրվում է սպանություն պատվիրելու համար եւ կալանավորվել է 2 ամսով, խնդրահարույց են համարում տեսանյութի հրապարակումը, նրա անձնական գործի հետ առնչվող անձնական այդ մանրամասների հրապարակումը, անգամ միտն է անդրադարձել։ Հիմա ժողովրդավարական դիմագծի առումով ինչ կարող եք ասել, սա որքանով է բխում մեր պետության շահերից, արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այստեղ չի գնում ընտրովի արդարադատության ճանապարհով։ Այն որ Հայաստանում կա ընտրովի արդարադատություն, ես կարծում եմ հայտնի է բոլորին։ Դե երկու կարծիք չի կարող լինել։ Եթե Հայաստանում չլիներ ընտրովի արդարադատություն, այսօր Ճաղավանդակի ետևում կհայտնվեն ոչ թե միայն այն մարդիկ, որոնք հայտնվել են, այլ նրանց գործընկերները քաղաքական դաշտից, բիզնեսից, որովհետև շատ քչերն են Հայաստանում այդ մակարդակում, որ իրենց տակը կներեք կեղծ չկա։ Աշխանությունը գիտի այդ մասին, իրավապահները գիտեն այդ մասին, կարծում եմ այո։ Չի կարող այնպես լինել, որ Գագիկ Ծառուկյանի մասին իմանան, իսկ ինչ որ պայմանական Հայրապետյան կամ չգիտեմ Գրիգորյանի մասին չիմանան, հա, պայմանական ասեմ, ես չեմ ոչ մեկին թիրախավորեմ։ Այսինքն ընտրովի արդարադատությունը կա։
եւ այն ռեպրեսիվ մեքենան, որը կա, օրենքի ռեպրեսիվ մեքենան, ինքը միանում է այն ժամանակ, երբ դա պետք է իշխանությանը եւ դա պահանջում է քաղաքական կոնյունկտուրան։ Սա փաստ է։ Արդյոք դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք այս պահին քրեական գործերով հետապնդվում են, հա, օրենքի ուժով, անմեղ են։ Կարծում եմ, որ ոչ։ Ուղղակի մենք գործ ունենք ընտրելի արդարադատության հետ։ Հիմա այդ չեմ ուզում ածական ասեմ, Աբրահամյան, հա։ Հովիկ Աբրահամյանի որդին։ Ես այսպես ասեմ ձեզ, չեմ կարծում, որ ինքը անմեղ է եւ դրա համար հիմքեր ունեմ։ Բայց ես նաեւ վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին չէր հետապնդվի, եթե դրա համար այս պահին քաղաքական կոնյունկտուրան հիմքեր չստեղծեր։ Ինչ որ մի բան է տեղի ունեցել, որովհետեւ միջև այդ պարոն Աբրահամյանը իրեն շատ խելոք էր պահում, չէր երևում ոչ միտեղ, իրեն ձեռք չէին տալի։ Եթե ձեռք են տալիս, ինչ որ բան է տեղի ունեցել։ Դա երկրորդ հանգամանքը։ Հիմա երրորդը ժողովրդավարությունը Հայաստանում։ Ցավոք, ինչի են անընդհատ ասում, որ Եվրոպայում կա բյուրոկրատիա։ Ինչի են ասում, որ ամեն ինչ շատ դանդաղ է։ Ցավոք, ժողովրդավարությունը եւ գործընթացները, արագ գործընթացները շատ դեպքերում անհամատեղելի են։ Մենք միշտ ասում ենք, չէ՞, մենք ուզում ենք շուտ, թալանածը շուտ հետ բերեն, բոլորին նստեցնեն, մեղավորներին պատժեն, չէ՞։ Եվ դա արվում է բացառապես ժողովրդավարության ճանապարհով, բոլոր նորմերի, մարդու իրավունքների պահպանումը։ Ես չեմ ասում դա լավ է, թե վատ է։ Ես ուղղակի փաստն եմ փորձում արձանագրեմ։ Դա շատ դանդաղ գործընթաց է լինում։ Դեռ շատ դեպքերում կա այդ ակսելերացիայի կարիք է առաջանում այսպիսի գործընթացների եւ այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, դա այդ ակսելերացիայի արտացոլումն է։ Ես նորից եմ ասում, ես գնահատական չեմ տալի դա լավ է թե վատ է, բայց մենք ունենք այն ինչ ունենք, դուք հարց եք տալիս, ես ասում եմ, մեր երկրում հիմա դա է կատարվում։ Մեր հանրությունը դա տեսնում է, ընկալում է, որ իսկապես ընտրովի արդարադատության հետ գործ ունենք եւ սա բոլորովին այն արդարադատությունը չէ, ինչ իրենք պատկերացնում էին կամ իրենք պահանջում էին։ Հիմնական հասարակության մասը միանշանակ դա անցալում է, եւ այն, որ չկա բողոքի ձայներ շատ, հա, այն, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, չեն ասում, բա ինչի եք այդպես անում, խոսում է այն մասին, որ ցավոք մենք այն վիճակում ենք, երբ մենք ստիպված ենք դա ընդունել։ Մենք ստիպված ենք ընդունել ընտրովի արդարադատությունը, որովհետև եթե դա չընդունենք, ընդհանրապես արդարադատություն չէինք ունենա։ Եկեք հիշենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարիները, ես անձամբ իմ մաշկի վրա եմ զգացել այդ Սերժ Սարգսյանի դատավորների արդարադատությունը եւ մի քանի անգամ այդ մասին պոստեր եմ գրել Facebook-ում, որովհետեւ մեկին դա չի հետաքրքրել եւ հիմա չի հետաքրքրում։ Այնպես որ ընտրությունը այս պահին մեր հասարակության, ես ցավով եմ նշում, ընտրովի արդարադատության եւ արդարադատության բացակայության միջև է։ Մենք այս պահին ընտրել ենք ընտրովի արդարադատությունը եւ սա հասարակության մեծ մասն է ընդունել։ Ես տեսնում եմ դա։ Դա լավ է թե վատ, իհարկե վատ է, բայց մենք ունենք ինչ ունենք, դրանից լավ իրավիճակ այս պահին չունենք։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը, մեր քննչական մարմինները, դատարանները, իշխանությունը, դատական օրենսդրական իշխանությունը կլինեն ավելի հետևողական եւ կպատժեն բոլոր այն մարդկանց, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքները, յուրացրել են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ունեցվածքը, թալանել են, գողացել են եւ այլն։ Այդ դեպքում մենք միգուցե մի օր հույս կունենանք, որ կարող ենք արդեն արձանագրել, որ Հայաստանում արդարադատությունը ոչ թե ընտրովի է, այլ իրական։ Եվ հանրությունը ստիպված չի լինի հերթական անգամ փողոց դուրս գալու եւ այսպես ասած հեղափոխություն իրականացնել։ Հուսամ, որ այդպես կլինի, որովհետեւ դուք շատ լավ ճիշտ նշեցիք, որ 2018-ին կներեք հիմնական շարժառիթը, որ հասարակության գիտակցող մասը դուրս եկավ փողոց, դա արդարադատության ծառավն էր։ Մենք ծառավ էինք, որովհետեւ երկար տարիներ մենք չենք տեսել դա ընդհանրապես։ Հիմա մասնակի ենք տեսնում։ Այն ժամանակ ընդհանրապես չենք տեսել։ Եվ ես հուսով եմ, որ այս մասնակին կդառնա լիարժեք արդարադատություն, ինչը թույլ կտա խուսափել այսպիսի սցենարներից հետագայում։ Ես անձամբ չեմ ուզի այդպիսի բան տեսնեմ, որովհետև դա ցնցում է լինելու երկրի համար, իսկ երկիրը լավ թե վատ հիմա առաջ է շարժվում, նորից վերադառնանք մեր զրույցի սկզբնամասին, կամ ավելի ճիշտ մեջտեղին,
Եվ ես հուսով եմ, որ այս գործընթացները կշարունակվեն տնտեսական զարգացման, իսկ արդարադատությունը միանշանակ այդ ամենի մի մասնիկն է եւ նա անհրաժեշտ պայման է մեզ բոլորիս համար եւ մեր համար որպես հասարակության եւ երկրի զարգացման համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով